Օրացուցային առաջին ամիսը լրացավ այսօր, ինչ թշնամին կրակոցներով անքուն է դարձրել խնացաղցիներին։ Այս գիշեր նորից է կրակել Ադրբեջանի բանակը։ Ինքնաձիգի կրակոցներ են լսել խնացաղցիները ժամը 10:20-ին։ 5 անգամ կրակեցին, հետո քնալ եմ ավտոմատ էլ, բայց 2 օր առաջ խոսում էր մի տարիվային հետ։ Խնացաղցի Անդրանիկը վստահ պնդում է ադրբեջանական բանակն է նշան բռնել խոզնավարցիներից մեկի տանկտուրին։ Հայաստանում Եվրամիության դիտորդները նկատել են կրակոցների հետևանքները եւ գրել, թե դրանք հնարավոր է ադրբեջանական բանակի դիրքերից են արձակվել։ Ադրբեջանական դիրքերից գիշերը անհանգստացրել են նաև Տավուշի Մովսես գյուղի բնակիչներին։ Մեկ անգամ կարճ կրակահերթ է արձակել թշնամին։ Սովորթ է տարավացեն կրակում ընտեն։ Ման եջամ են քնում անգելի 11 անց ես 12-ի մոտ եք դրանք կրակում։ Սովորույթը Նորաբակի հարևան դիրքերի ադրբեջանցիներն են խախտել այս գիշեր։ Մեկ ամսյա անկանոն կրակահերթերից հետո այս գիշեր կրակոցներ չեն եղել։ Ադրբեջանական բանակի մեկ ամիս ձգվող սադրանքը Արցախի շուրջ 2023-ի սեպտեմբերին ստեղծված իրավիճակն է հիշեցնում գնդապետ ռազմական փորձագետ Գրիգորի Սահակյանին։ Դեռ ավելի խիտ էր այդ գործողությունները, քան թե ստեղ, որը իրականացվում է, մի քիչ ավելի լայն մասշտաբով իրականացվում։ Ծանոթ ձեռագիր է, ասում է գնդապետը, ակնհայտ է, որ Ադրբեջանը մեծ սադրանքի նախապատրաստական պրոցեսում է։ Սցենարներից մեկը, որը հավանականություն կարող է ունենա գործողությունների սկզբի համար, որպեսզի այսպես կոչված բնակչությունը չիմանա էլ թե ինչ է կատարվում։ Ադրբեջանի ուզածը լավ հայտնի է, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքն է տենչում թուրք-ադրբեջանական տանդեմը արդեն 5-րդ տարին։ 20 թվի նպատակները ոչ միայն Արցախ հանրապետությունը տարածքները գրավելն է եղել, այլև այսպես կոչված իրանց բարերով Զանգեզուրի միջանցքի բացումն է եղել։ Այս տարի նոյեմբերին լրանում է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի 5-րդ տարին։ Դրա նախաշեմին է Բաքուն փորձում ստանալ այսպես կոչված միջանցքը, զուգահեռ կրակոցներով հասկացնում, որ դիվանագիտական ճանապարհի այլընտրանքն է դիտարկում։ Ճանապարհների բացման երկու այսպես կոչված պայման կա։ Աշխարհ ուրիշ պայման չի իմանում։ Առաջի պայմանը դա իհարկե դիպլոմատիան է, երկրորդ պայմանը ռազմական դիպլոմատիան չի աշխատում, ռազմական գործողությունների իրականացում։ Դիպլոմատիայի ժամանակ գրեթե չի մնում, նկատում է ռազմական փորձագետը։ Ըստ Սահակյանի, մինչև այս տարվա նոյեմբեր հնարավոր է Բաքուն սկսի մեծ սադրանքը։ Իհարկե մինչև նոյեմբեր ամեսը սպասելի է։ Ալբերտ Սերոբյան, Առաքել Օհանյան, Հայլուր։